Նա որ ելել է շալակն աշխարհում երբեք թաց տեղ չի քնում։ Դե թաց տեղ պարկելը առողջության համար բնականաբար լավ չէ։ Սակայն խոսքն այստեղ չի գնում ֆիզիկական կամ հոգեբանական ինքնախնամքի մասին, այլ ժամանակավոր նեղությունների նկատմամբ անհանդուրժողականության ցածր շեմի։ Նույնիսկ եթե ստացվի, որ հանգամանքների բերումով նրանք թաց տեղում քնեն, ապա ենթադրյալ 4 տեղում քնողների քթից բերելու ուղղությամբ աշխատելու եւ խորամանկությամբ եւ շողոքորթությամբ որևէ բան կորզելու հեռանկարով։ Այստեղ էլ ի հայտ են գալիս ճկուն խոսքը, կես ճշմարտությունները, խորամանկ ժպիտները, որովհետև նրանք չեն ցանկանում դժվարությանը դիմանալ, այլ գցել այն դիմացինի գրպան։ Դուք գիտեք թե ում հետ եւ ուր է գնում, ում մեռելին է անարծունք լալիս, ում խոսքի վրա սուտ ծիծաղում։ Այո, եթե շահերը հանգամանքների բերումով համընկնում են, ապա կա միասին որոշակի ճանապարհ գնալու հնարավորություն։ Բայց երբ ռեսուրսներն արդեն սպառվում են, ապա Դե լավ ուբեր մենք գնանք։ Հաջողապես։ Հաջողապես։